Պատմության մեջ առաջին անգամ էլեկտրականության ոլորտը ունեցել է ավելի շատ ներդրումներ, քան նավթի ու գազի ոլորտները։ Դա խրախուսում է մաքուր էլեկտրաէներգիա եւ էլեկտրական ավտոմեքենաների զարգացումը, սակայն դեռևս վաղաժամ է տալ վերջնական գնահատականներ։ Եթե անգամ յուրաքանչյուր վարորդ գնի հիբրիդ տեսակի ավտոմեքենա, իրականությունն այն է, որ մենք շարունակելու ենք օգտագործել նավթ եւ գազ եւ դրանց նկատմամբ պահանջարկը հաջորդ 10-ից 25 տարիներին կմեծանա։ Չնայած այլընտրանքային էներգիայի զարգացմանը, էներգետիկայի միջազգային գործակալությունը ընդգծում է, որ արդյունահանվող վառելիքը շարունակում է բավարարել համաշխարհային էներգետիկ պահանջարկի 80%-ը։ Ժամանակի ընթացքում ըստ փորձագետի իրավիճակը կփոխվի, սակայն այս պահին կարճաժամկետում նա կանխատեսում է նավթի գների աճ, քանի որ նվազել է նավթի առաջարկը, իսկ զարգացող աշխարհում աճել է պահանջարկը մատչելի նավթի նկատմամբ։ Կարծում եմ տարվա վերջին 1 բարելը կարժենա $60։ Չի բացառվում, որ այլ հանգամանքներում գներն ավելի շատ աճեին։ Իրավիճակը նավթի շուկայում մնում է անկայուն։ Այս տարի գրանցվել է նավթի գների 20%-անոց անկում, չնայած նավթի արդյունահանումը օրական 1,8 միլիոն բարելով նվազեցնելու OPEC-ի ջանքերին։ Վերլուծաբանների կարծիքով, սակայն համաշխարհային պահանջարկի նվազեցումն ու ԱՄՆ-ի ակտիվացումը նավթի արդյունահանման հարցում կազդի նավթի ոլորտի ներդրումների վրա։ Ներդրումները կնվազեն հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից նավթի արդյունահանումն ու արտահանումը։ Չեմ կարծում, որ նավթի գներն աճեն $55-ից ավելի, եւ դա իր ազդեցությունը կթողնի բորսաներում էներգետիկ ոլորտի ակցիաների վրա։ Ֆիլ Ֆլինը սակայն համամիտ չէ այդ մոտեցմանը։ Ընդամենը մի քանի տարի առաջ էր նախքան ֆինանսական ճգնաժամը, որ 1 բարել նավթն արժեր $146, եւ տնտեսության զարգացման պարագայում այդ գինը դժվարությամբ էր պահպանվում։ Ֆլինը կարծում է դա կրկին տեղի կունենա, եւ երբ դա տեղի ունենա, շատ նավթային ընկերություններ անակնկալի կգան։ Նա կարծում է այդ ժամանակները բավականին մոտ են։ Արամ Ավետիսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։